Նարեկ Կարապետյանը գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանի անունը այնքան տոքսիկ է, որ նա փորձում է հնարավորինս դիստանցավորվել Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, նույնիսկ Տեր-Պետրոսյանից, բայց այդ փորձը նաև իրենք արեցին նմանատիպ փորձ մենք տեսանք Գյումրիում, բայց հետո մենք տեսանք, որ բոլորը ուրեմն շատ հանգիստ եկան եւ համաձայնվեցին, համախմբվեցին, որովհետեւ ստացան իրենց ցուցումը եւ հետեւաբար որքան էլ իրենք փորձեն դիստանցավորվեն Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, իրենք չեն կարողանա իրենց դիստանցավորվել Ռուսաստանից։ Իսկ մենք հասկանում ենք, որ եթե դու գործում ես Ռուսաստանում, եթե դու այնտեղ բիզնես ունես, դու հնարավոր չէ, որ անկախ լինես։ Իսկ եթե դու անկախ չես Ռուսաստանից, դա նշանակում է, որ դու պետք է պարտավոր ես սպասարկել ռուսական շահը։ Եվ այնինչ տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի հետ, այնինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի հետ, իրենց համար դաս չէ։ Իրենք չեն հասկանում, որ այդ երկիրը վերջում զոհաբերում է իրենց։ Նրանք հիմա ամեն ինչ փորձում են անել, որպեսզի Սամվել Կարապետյանի ունեցվածքը փորձեն տալ Ռուսաստանում։ Մենք օրինակ գիտենք, թե ինչ է տեղի ունենում Ռուբեն Վարդանյանի ունեցվածքի հետ, թե Հայաստանում, թե Ռուսաստանում։ Այսինքն իրանք հոշոտում են մաս-մաս։ Եվ նույնը տեղի ունենալու Սամվել Կարապետյանի հետ։ Եվ իրենց ամբողջ պայքարը, որպեսզի ապացուցեն, որ իրենք ինչքան լավն են, որ իրենք ամենառուսն են, ամենապրոռուսականն են, որպեսզի հանկարծ Սամվել Կարապետյանի ունեցվածքը ձեռք չտան։ Աղերս չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Այնինչ իրենք անում են հանուն իրենց սեփական շահերի, հանուն իրենց սեփական փողի։